Միասին շարունակենք դիտարկել մաթեմատիկայի շտեմանից խնդիրների դիտարկումը։ Հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը։ Պահպանակ պատրաստելը օգտագործում է 7 մաս ջուր, 3 մաս կաթ եւ 7 մաս շաքարավազ։ Եկեք կատարենք նշանակում։ Ուրեմն, քանի որ ասում է 7 մաս ջուր, 3 մաս կաթ եւ 2 մաս շաքարավազ, ես չգիտեմ, չէ, ինչքանից ինչքանն է վերցրել։ Եկեք բարվենք հետևյալ կերպ։ Ուրեմն ջուրը, քանի որ 7 մաս է, կնշանակենք 7x-ով։ Այդ մասը x ասվածը կվերցնենք։ Կաթը, քանի որ ասում է 3 մաս, նշանակենք 3x-ով, իսկ շաքարավազը 2 մասը 2x-ով։ Այսպես, ընդհանուր մեր պահպանակ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ կլինի 7x գումարած 3x գումարած 2x, ինքն անհրաժեշտ կլինի հավասար 12x 12 մաս, այսպես 12x։ Հիմա, քանի լիտր ջուր է պարունակում 60 կիլոգրամ պահպանակը, այսինքն ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ 12x-ը, որտեղ 60 կիլոգրամ ընդհանուր պահպանակն է, հավասար է 60-ի։ Հիմա այստեղից ես պետք է գտնեմ x-ը, որ հասկանամ 7x-ը որքան է, որտեղ ջուրը այս 60 կիլոգրամի 7x-յորդ մասն է կազմում։ Այստեղից x-ը հավասար է 60-ը բաժանած 12-ի, որն իր հերթին հավասար է 5-ի։ Հետևաբար ջուրը կլինի 7x, այսինքն 7 անգամ 5, որն էլ իր հերթին հավասար է 35։ Եթե 60 կիլոգրամ պահպանակ ունենք, ապա այդ 60 կիլոգրամ պահպանակի 35 կիլոգրամը կկազմի ջուրը։ 3x-ը, այսինքն 15 կիլոգրամը կկազմի կաթը, իսկ 2x-ը, այսինքն 10 կիլոգրամը կկազմի շաքարավազը։ Տվյալ դեպքում մեզ անհրաժեշտ է ջուրը, այսինքն 35։ Երկրորդ կետը կկարդանք, կաթը պահպանակի որ մասն է կազմում։ Տեսեք, պահպանակի որ մասն է, եթե հասկանանք կաթով կազմում, այսինքն կաթը դա 2x-ն է, 3x-ն է, կներեք, իսկ պահպանակը դա 12x-ն է, այսինքն 3x-ը 12x-ի որ մասն է կազմում։ Կրճատումը անհրաժեշտ 1/4, այսինքն կաթը պահպանակի 1/4 մասն է կազմում, 1/4 մասով։ Երրորդ հարցը, քանի կիլոգրամ պահպանակ է պատրաստվել, եթե օգտագործվել է 9 կիլոգրամ շաքարավազ, սա ինչ է նշանակում, որ x-ը մաքրեմ, խանգարում է։ Շաքարավազը, այսինքն 2x-ը հավասար է 9 կիլոգրամ, այս 2x-ը հավասար է 9 կիլոգրամ։ Հիմա ես պետք է գտնեմ, թե կաթը քանի կիլոգրամ կկազմի այդ դեպքում, կգ, եւ ջուրը քանի կիլոգրամ կազմի, որ ընդհանուր քաշվեն պահպանակից քանակը։ Հիմա նշանակենք, այսինքն 2x-ը հավասար է 9, հետաբար x-ը հավասար է 4.5։ Եթե x-ը հավասար 4.5, իսկ պահպանակ հիշենք, որ դա 12x-ն է, այսինքն 12x-ն էլ հավասար կլինի 12 անգամ 4.5, որն էլ իր հերթին հավասար է 54։ Նու սա մի մոտեցում, քանի որ ես արդեն հաշվել եմ, որ իմ պահպանակը բաղկացած է 12x-երից, դրա համար միանգամից հաշվեցի, բայց կարելի հաշվեի 3x-ը, այսինքն դա ասե 3 անգամ 4.5-ը ինչ է անում, այստեղ ասե 7 անգամ 4.5-ը ինչ անում, եւ այս արժեքները գումարի, սա եւս մեկ մոտեցում է, որ էլ ստանալու ենք 54, այսինքն 54 կիլոգրամ պահպանակ է պատրաստվել եւ օգտագործում է 9 կիլոգրամ շաքարավազ։ Շատ լավ, եւ հիմա եկեք միասին դիտարկենք վերջին խնդիրը, ունենալով 45 կիլոգրամ կաթ, 35 կիլոգրամ շաքարավազ եւ անհրաժեշտ քանակով ջուր, ամենաշատը քանի կիլոգրամ պահպանակ կարելի է պատրաստել։ Okay, եկեք սա մաքրեմ, ինձ պետք չի։ Այստեղ տեսեք ջրի քանակը տրված չի, այսինքն ջրի քանակը որոշվելու է ընթացիկ ջրի քանակը անսահմանափակ, ինչքան ուզեն կարանք ունենանք։ Հիմա տեսեք 45 կիլոգրամ կաթ։ Սա ինչ է նշանակում, որ 3x-ը հավասար է 45-ի, այսինքն x-ը հավասար է 15։ Իսկ հաջորդ կետում ասում է 35 կիլոգրամ շաքարավազ։ Սա ինչ է նշանակում, որ 2x-ը հավասար է 35, այսինքն այս դեպքում էլ x-ը հավասար է լինում 17.5։ Հիմա նայեք, մի դեպքում, երբ 45 կիլոգրամ կաթ եմ ունենում, x-ը լինում է 15, մյուս դեպքում, երբ ունենում եմ 35 կիլոգրամ շաքարավազ, x-ը լինում է 17.5։ Այստեղ անհամապատասխանություն է գնում, չէ։ Ես պետք է վերցնեմ սրանցից փոքրը, ինչու, որտեղ երբ ես վերցնեմ, որ 17.5 կիլոգրամ, x-ը լինում է 17.5 կիլոգրամ, 17.5, հա, սա ինչ է, 17.5 կիլոգրամ, սա ինչ է նշանակում, որ այս դեպքում, եթե շաքարավազը վերցնեմ 2 անգամ 17.5 կիլոգրամ, 35 կիլոգրամանում ինձ բավարարում է, բայց կաթի դեպքում 3 անգամ 17.75-ը մեծ է լինում 45-ից։ Հետևաբար ես անհրաժեշտ քանակությամբ կաթ չեմ կարող ունենամ։ Դրա համար վերցնում եմ սրանցից փոքր, այսինքն վերցնել եմ 15-ը եւ վարվել եմ հետեւյալ կերպ։ 15 կիլոգրամի դեպքում կաթս կբավարարի, որտեղ կաթը լինում է 45, շաքարավազը կլինի 2 անգամ 15 30, բայց ես ունեի
35 կիլոգրամ, այսինքն 5 կիլոգրամ շաքարավազ ես ավել ունեմ, որը տարայումս կմնա։ Նու այստեղ էլ ջուրն ասում է անսահմանափակ, այսինքն ինձ ըստ էության անհրաժեշտ է լինել 7 անգամ 15 կիլոգրամ ջուր, այսինքն ստեղ գրեմ 7 անգամ 15։ Ընդհանուր դեպքում 12 մաս ունեմ, չէ, 12 անգամ 15 եմ անում, որն էլ իր հերթին հավասար 180, այսինքն 180 կիլոգրամ պաղպաղակ կարող եմ պատրաստել, բայց հիշենք, որ ես ավելցուկ շաքարավազ եմ ունենալու 5 կիլոգրամ, կաթը հազիվ բավականացնում է, իսկ ջուրն էլ դե անսահմանափակ է, ինչքան ուզենք կարանք ունենանք։ 7 անգամ 15 գումարած 45 գումարած 30, որ հաշվենք, էլի ստանալու ենք 182 մոտեցումը նույն պատասխանին ենք հանգելու։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված կարծում եմ բարձր եւ հասկանալ, եթե հարցեր ունեք մեկնաբանության դաշտում գրեք, սիրո պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսեր, որպեսզի կարողանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։